Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն, համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։ Նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում ՑԵՌՆ-ում գտնվող հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անհնար է ընդունել Եվրամիության չափանիշները մնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, դրական համատեղելի են ոչ միայն առևտրի եւ ներդրումների տարբեր կարգավորումների պատճառով, այլև այն պատճառով, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի իրավական շրջանակը համապատասխանեցնելով այն իր իսկ չափանիշներին, ասել է նա։ Եվրանյուզի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը կարևորել է բազմաթիվ երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը, առաջնային հարևանների հետ։ Անդրադառնալով Իրանում ընթացող զարգացումներին, նա կարևորել է տարածաշրջանում եւ հարևան երկրներում կայունության պահպանումը, կանխատեսելիությունը եւ խաղաղությունը։ Իրանում տնտեսական խնդիրների շուրջ առաջացած բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 4029-ի, այս մասին հաղորդում է ՀՌԱՆ գործակալությունը, նշելով, որ անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 26015 մարդ։